ուրեմն նայ։ Սա արեգակն է, սա մեր երկիր մոլորակն է, սա Յուպիտերն է, ամբողջ տիեզերքն է։ Սա մեր լուսինն է, Արբանյակը, որը պտտվում է երկրի շուրջը։ Այսինքն տատիկն ու պապիկն մեր Արբանյակն են, որովհետև իրանք պտտվում են մեր շուրջը։ Ասեմ ավելին, հոպարն էլ Մարսն է։ Մարսը։ Ինչի՞։ Դե մինչև մա չգիտեմ, դեռ կյանք կա թե չէ։ Նելի ձկան կարծես տեսել ես։ Պապ, ինչ ես անում։ Տիկան ինչ ես անում։ Հոնդա եմ ուտում, ինչ պետք է անում։ Բայց այդ մեր երկիր մոլորակն է, արդեն դու կեսը կերար ապրես։ Ջան, երկիր մոլորակը որտնած է։ Ջան, ինչ ուրախ ես, որ որտնած է։ Դե մամ, ինքը գնում է ձկնորսության, ու հիմա իրան որդը շատ է պետք։ Տիգրան, դու էլի գնում ես ձկնորսության։ Հաներ, դե այս վերջի անգամն է, ես էլ գնամ ու էլ չեմ գնա ձուկ բռնելու։ Անցած ամիս էլ էիր ասում, որ վերջին անգամն է։ Դրանից առաջ է։ Լավ, ինչ մի մեր ու աղջիկի։ Պապա! Մամ, իսկ այլ մոլորակայիններ կան։ Բարև ձեզ։ Կան, բալիկս, կան։ Բարև, պապի։ Բարև։ Նելի ջան, ես շորերը կարամ կսեմ ձեր լվացքի մեքենա մի հատ ֆռայել իր համար։ Բա ձեր լվացքի մեքենային ինչ ա եղել։ Մեր լվացքի մեքենային ոչ մի բան չի եղել, որ ուղղակի ռիման ասում որ ես իբր չեմ կարա ինքնուրույն իմ շորերը լվանամ։ Իսկ ես իրան ասում եմ որ ես կարամ ինքնուրույն իմ շորերը լվանամ։ Ու դրա համար կարամ կցեմ ձեր լվացքի մեքենա մի հատ ինքին ֆռայել շորերը, մի խոսքով։ Բա դες չի ստացվում, որ դուք ինքնուրույն ձեր շորերը լվանում եք։ Դες ստացվում է, որ ես եմ ձեր շորերը լվանում։ Ոչ, դες ստացվում է, որ դու իմ շորերը չես լվանում։ Դες ստացվում է, որ լվացքի մեքենան այս շորերը լվանում ու ինքնուրույն է լվանում, Նելի։ Լավ, տարեք դրեք։ Մերսի, Նելի ջան։ Ի պապի, մամա, Յուպիտերը կերավ։ Նելի ջան, քեզ մեծ խնդրանք ունեմ։ Ասա, Ալֆրեդ։ Մետս համարով զանգի, եթե տղակը վեկալի, անուշիկին կուզես, եթե աղջիկ վեկալի կտաս ինձ։ Նոր ընկերուհի ա։ Հələ զանգի կերը բան է։ Յո, այս ինչ էլ գոլ թամար ա։ Հաբա, ես եմ հորին է։ Ոնց դու ես հորին է։ Ուզում ես ասես չգիտես ում եք զանգում։ Չէ, որ իմնա էլ քեզ խի էի ասում, որ կրվի մեզ չեմ ընգնելու անում, ես պեն զանգին էլ ջան։ Ավելի Ալֆրեդ։ Մեծ չէ զանգում իմա մի հատ ուզես։ Չէ, չեմ զանգում, Ալֆրեդ։ Ես շորերը կսեցի եվ կարագան հետևից շորերի։ Նելի չէ զանգում մի հատ անուշիկին ուզես, Նելի։ Նելի ես ասում եմ լվացքի մեքենայի մեջ է շորերը, դու եվ կարաս լվանած կամ եվ կարամ գամ շորերի հետևից։ Հալը մեծ զանգի գոնե իշխանուհուն ուզի, Նելի։ Ես քեզ ասում եմ եվ կարամ, արդեն շորերը դե բան չեմ սխմի, ուղղակի ուզում եմ ասում։ Գոնե Կլեոպատրայի, Նելի։ Նելի, ես ասում եմ լվացքի մեքենայի մեջ է շորերը, եվ կարամ գամ։ Հիմա չէ զանգում, Նելի։ Նա կոնկրետ չէ զանգում, Ձկանկարդը որտեղ է, ձկանկարդը չեմ կարողանում գտնել, ես էլ չիշիկ ունի, դանի չիշիկ ունի։ Ես ուղղակի խնդրում եմ կարակ դե բոլորը 5 րոպեով գնաք ստեղից։ Ոյ, Բարև Նելի ջան, Աջո։ Նելի ջան, նենց համով տնական մատուն են բերել, փոխտուր ձեր համար առնեմ, հա։ Րոպե։ Խնդրեմ, վերցրեք։ Էս մեր համար, եթե ուզում ես ձեր համար փոխտուր ձեր համար էլ առնեմ։ Չեմ ասում, ես ձեր եք առնում ինձ։ Չէ, բալիկ ջան, մածուն եմ առնում։ Նելի ջան, շորերը արդեն լվացքի մեքենայի մեջ է։ չէ զանգում, Նելի գո։ Մի վարկյան։ Մարդ Ման, պապ, ես ձեզ խնդրում եմ, դուրս եկեք, մենք այդ հարցերով կզբաղվենք, թե մածունի, թե շորերի, հա, գնացեք, խնդրում եմ ձեզ։ Նգամ, բայց ես կոնկրետ ժամանակ, եթե կարես, Ինձ ասա, ես կբերեմ քո շորերը, պապ, հա, ես կբերեմ։ եղավ Նելի աղջիկ։ Շատ համով։Ար ես հետոտ մի բան։ Տնական է։ Հա, գիտեմ։ Դու բան արա, ես տեսնեմ ինչ եմ։ Տիկ ջան, մտես համարով զանգի, Սյուզի նուզի։ Գնաս տեղից։ Համար ես դու ես կզեմ։ Այ։
հասկանում Տիգրան, ես վատ մարդ եմ, հա։ Չէ։ Բա ինչի է հենց հիմա իմ մտքով շատ վատ բաներ անցնում։ Այդ նորմալ է, այդ իմ ծնողներից է։ Հանգիստ դեր։ Գիտես ինչ, ընդունի սա որպես առավոտյան նախավարժանք։ Ես արդեն հոգնել եմ Տիգրան այդ նախավարժանքներից։ Իսկ թվում է արդեն քո ծնողների ու աղբոր ձեռը ես կծերանամ։ Պատկերացնում եմ, հեսա շուտով երեխեք ինձ գիտես ինչ են ասելու, ոչ թե մամա, այլ տատիկ։ Լավ չէր են ժամանակները։ Ոչ մերոնք էին մեր կողքը, ոչ երեխա ունեինք։ Իրոք որ, ինչ երջանիկ օրեր էին։ Ձերոնք հեռու էին ապրում, ամիսը մի անգամ էին գալիս, անհոգ, ուրախ, հենց եմ կարոտում այդ օրերը տիկ։ Են որ նոր էինք ամուսնացել, դու լհղի էիր, իշմես նոր էինք տեղափոխվում։ Այդ մոռանալ չի լինի։ Կյանքս, կարդը կտա, տենց որ առավոտը գնում եմ ձուկ բռնելու։ Տիկ, բա ես սենց հողի դու գնում ես։ Հալավ դե կյանք մի օր ընդամենը գնամ, էլ չեմ գնա։ Բայց անցած ամիս էլ ասեցիր էլ չես գնա։ Լավ, լաս այդ ինչ ես կարդում, դե ինչ հետաքրքիր բաներ կա։ Լսի, կարդացել եմ, որ ինքը արդեն լսում է ու կարաս իր հետ խոսաս։ Այդ ոնց։ Նայ, ոնց ես բալիկս, բալես։ Հələ սպասի։ Տղես, որ մեծանաս ինչ ես դառնալու, տղես։ Ոյ, մի վերջացրու Տիգրան։ Մենք դեռ հաստատ չենք պարզել, չէ՞ տղայա թե աղջիկ։ Հաստատ տղայա։ Այդ ինչի ես տենց համոզված։ Դե, որովհետև տղուց տղայա ծնվում, իսկ լավ տղուց աղջիկ։ Ես քուչում այդքան լավ տղա չեմ եղել։ Դու աշխարհի ամենահոյակապ ամուսինն ես ու շատ լավ տղա ես Տիգրան։ Դրա համար ամեն ինչ լավ կլինի։ Վաղը կգնամ մեխոյի ու կիմանանք աղջիկա թե տղա։ Բայց շատ կտխրես, եթե աղջիկ լինի։ Չէ։ Բայց շատ կուրախանամ, որ տղա լինի։ Հա։ Ինչ նորեցին կա, գնացին է խոյի։ Դե ասա։ Գուշակի։ Տղայա։ Ոչ։ Տղա չի։ Չէ։ Որդիա։ Չէ, Տիգրան։ Արուզավակա։ Ոչ, չէ։ Տղեկ են, զույգա։ Չէ, Տիգրան։ Աղջիկա։ Աղջիկ։ Հա, Տիգրան, աղջիկ։ Լավ, դիք ինչ ես տխրում։ Դու չասեցիր, որ տղուց տղա է ծնվում, իսկ լավ տղուց աղջիկ։ Ուրախացի Տիգրան, դու լավ տղա ես։ Բայց ես արդեն որոշել էի, որ տղա լինի, անունն էինք որոշել Դանի։ Հիմա ինչ տնենք այդ աղջկա անունը։ Ես մտածել եմ, քանի որ աղջիկը տղայից մի բանով պակաս է, ուրեմն անունն է պետք է մի բանով պակաս լինի։ Դանի էիր ուզում դնել, Անի կդնենք։ Անի։ Անի ջան, հիմիկվարից ականջիդ օղ արա, ժամ 8-ից հետո տունն ես լինելու, եղավ։ Տիգրան, ինքը հիմա քեզ չի լսում։ Հիմիկվանից հորը չի լսում, հա։ Վերջացրու մի հատ կար։ Բայց ասում են աղջիկեք ավելի շատ են պապայի հետ կապնված, չէ՞ լինում։ Աղջիկները ավելի էմոցիոնալ են, աղջիկն ավելի ում եմ խափում։ Քեզ Տիգրան, քեզ։ Նելի վեր կաց միած, քնելու ժամանակը չի, Նելի վեր կաց։ Ցավերս են սկսել։ Չէ՞ ցավ։ Բա ինչ ես խառնվել իրար։ Որտեվ այսօր ամբողջ օրը մենակ վատ լուրեր եմ լսում։ Հերիք չեմ, որ աղջիկ եմ ունենալու, նոր մաման զանգեց, ասում է գալիս եմ ձեր թաղամասում տուն առնենք։ Վայ, Տիգրան, ինչ ես ասում, ինչ լավ բան ա եղել։ Նելի դու չես ճանաչում, ուղղակի իմ ծնողներին դրա համար ես տենց խոսում։ Տիկ ջան, բայց ինչ քարտեզ ես, ինչ ես կարմիր գծել։ Լսի, նա այստեղ։ Կարմիրով ես նշել եմ այն տարածքները, որտեղ վտանգավոր է, որ մերոնք տուն առնեն։ Դա վտանգավոր է մեր կյանքի համար։ Մի վարքյան, բան չհասկացա։
Լսի, այս մեր տունն է, չէ։ Այս մերոնց տունն է, չէ։ Այդ նորմալ է, նայ, այն հատվածները, որտեղ կարմիր չի, մերոնք տուն առնեն։ Այդ լավ է, իրանք ամիսը մեկ կգան մեր տուն։ Բայց եթե իրանք տուն առան այս կարմիրով նշած տեղերում, դա շատ վատ է մեր համար։ Այսինքն իրանք ինչքան մոտ են մեզ, այդքան վտանգավոր է։ Այո։ Դիք դուրնա ոնց որ, հա։ Այս հաստատ մերոնք են։ Մի հատ պահի ես քարտեզը մոտ հա։ Ոայ, պահի շուտ արա։ Տիգրան ջան։ Կարելի է։ Ոնց Բարև բոլիս։ Վայ, չի։ Մի վեր կաց, հա, մի վեր կաց, բարև։ Իմ սիրուն Մենք հարսիկ։ կմոտենանք։ Բայց ինչ լավն եք։ Իմ սիրուն հարսիկ։ Բարև տելի կոջը։ Մածուն էիր ուզել, բալես վերել։ Ոայ, շատ շնորհակալ եմ։ Ես ինչ լավն եք դու։ Դե հելելով այս քո հոգեվիճակից ուղղակի ուզում եմ մաքուր հայերենով հարցադրում անել։ Ավելի ճիշտ ոչ թե հարցադրում, այլ ողջունել։ Բարև ձեզ, Նելի։ Ես ինչ հումորով մարդ եք դուք։ Ոնց ես բալես, Տիգրանս քեզ ոնց է նայում։ Վայ, շատ լավ, հիմա դեծա, շատ լավ։ Շատ լավ, Տիգրան ջան, լսում ես, եթե Նելիից գլխից մի մազապակ ասել, ինձ լավ է, չէ՞ ճանաչում, ձեռիցս չես պրծնի, Տիգրան տղա։ Բայց մի րոպե ես չեմ հասկանում։ Ալֆրեդ ուրա։ Ախր ինքը ինքան լավն է, մենակ չասեք, որ չի եկել։ Անելի ջան, չիմացար, չէ՞, Ալֆրեդը իր անկերու հետ վիճեց, հա, ու դե հա, ինչ բաբք են, ու տենց վերջնականապես խռովել են իրարից, հիմա գիտես ինչա կատարվում Ալֆրեդիս հետ, լսի, դանդաղ երեխես քայլում է, դանդաղ մտածում է, դանդաղ ուտում է, էլ չեմ ասում, Տիգրան ջան, դանդաղ այսպես փրշտում է։ Ամեն ինչ ես դանդաղեցել է։ Դե ինչ եք ասում, ախր Ալֆրեդի նման տղային թողնել։ Ես զարմանում եմ։ Եկավ բալես, արի։ Բարև, Ալֆրեդ։ Ալֆրեդ ջան, բարև։ Վայ։ Ալֆրեդ, բարև։ Տիգրան ջան, էլ ջան, դե ասում եք ինչ կա չկա, ոնց եք, հա։ Տիգրան։ Հա, լավ ենք, ամեն ինչ նորմալ է։ Բա այս իմ անուշ, այս իմ սիրուն տղա թորտիկը ոնց է։ Մենք էխո ենք արել եւ Մամ, պապ, Հա։ մենք աղջիկ ենք ունենալու։ Վայ, լուրջ, վայ ծավտան եմ, գիտեք չէ որ տղուց հա տղալնում, Տիգրան ջան իսկ լավ տղուց աղջիկ ածում։ Մի րոպե, ստոպ հլա, չհասկացա, էդ ուզում եք ասել, որ Տիգրան ինձնից լավ տղա է, Այ բաղկել։ Բարև Նել ջան։ Ասում է չէ որ Տիգրան ջան դանդաղ է տեղ հասնում։ Պապ, լսել եմ որոշել ես տունը ծախես, հա։ Հա, Բարև Տիգրան ջան։ Հա Տիգրան ջան, ուզում եմ տունը ծախել ու ասեմ ավելին, որ ես ուզում եմ նոր բնականան լինի այս շրջակայքում, որտեղ որ դուք եք ապրում, ուզում ենք ձեզ մոտ լինենք։ Բայց ուզում ես ես ուրիշ բան առաջարկեմ։ Ինչ։ Դուք եկեք մեր տունը ապրեք, մենք գնանք ձեր տուն, տեղափոխվենք, ոնց որ տենց։ Չէ, Տիգրան ջան, մենք ուզում ենք որ ձեզ մոտիկ լինենք, հարևան, հասկանում ես որ ինչ որ ձեզ ավելի շուտ ինչ որ մեզ պետք լինի, այսպես հասնենք էլի, հասնենք մեզ։ Դուք գիտեք որ ստեղ թաղամասում տները շատ ավելի թանկ են ստեղ։ Ոչինչ Տիգրան, ինչքան էլ ձեր գումարից պակասի, մենք կավելացնենք։ Ոնց ենք ավելացնելու, Նելի ջան, ոնց։ Տիկ, կաշխատես կտաս։ Իդեպ ասեմ, հիմա մի հատ շատ լավ տուն գիտեմ,
ուրեմն տեղը շատ հարմար է, թաղամասը շատ հարմար է ու ամենակարևորը հոյակապ հարևաններ են։ Լավ էլի։ Այդ բոլոր բրոկերներն տենց են ասում, ինչա որ իրաց տունը ծախվի, գնում մտնում ես տուն, ամեն ինչ կա, իդեալական պայմաններ, սեյսմիկ վիճակը գոտին նորմալ, ջուր կա, գազ կա, լույս կա, չգիտեմ, հարևանությունը իդեալական է։ Հետո որ գնում առնում ես, տեսնում ես հարևանները գիժ են, տենց չի։ Տենց է։ Չէ, Տիգրան ջան, չէ։ Այս անգամ հարևանները գիժ չեն, որովհետև այդ հարևանները մենք ենք լինելու։ Ինչ։ Ձեր դիմացի տունը վաճառվում է։ Այո, Միրոպե, չհասկացա, այդ որ տունն է։ հենց մեր դիմացի տունը։ Միրոպե, ձեր դիմա։ Այդ շատ լավ տունն է։ Ինչն է լավ, ինչն է այդ տան լավ, ես մտել եմ այդ տունը, տանը ապրելու տեղ չկա, ապրել չի լինի այդ տան, ինչ ապրել այդ տանը, ինչ ապրես այդ տանը։ Տիգրան ջան, կարող եք հիմա այդ տունը տեսնել։ Չէ, այսօր չեք կարող տեսնել, այդ տան տերերը գնացել են, որ իրանց համար տուն նայեն։ Բայց այսօր դուք մնալու եք մեր տանը։ Հայ մնալու եք մեր տանը։ Վաղը մենք միասին կգնանք այդ տունը։ Նելի։ Մաման ու պապան կարան մնան այս տանը, տեղ կա, բայց Ալֆրեդին տեղ չկա, այդքան մեծ չի մեր տունը, որ Ալֆրեդին էլ տեղավորենք ստեղ։ Նելի ջան։ Չի քնի ես տղեն, ինչ ես նայում վրաս։ Տեղ չկա այդքան։ Բա ոնց եք Նել ջան։ Դե Տիգրան, սենց եմ մտածում, մամատ ու պապատ կմնան մեր տանը, իսկ Ալֆրեդը վաղը առավոտյան նոր կհասկանա, որ տանը գիշերելու տեղ չկա։ Ճիշտ ասում։ Տիկ, ինչի ես տխուր։ Դել ես չեմ հասկանում, դու ինչ ես ուզում, որ մերոնք գան մեզ հարևան։ Դու արդեն քո հարցի պատասխանը տվեցիր, որովհետև մերոնք։ Հավատա ինձնից շատ չես սիրում իմ ծնողներին ու իմ աղբորը։ Ուղղակի դու իրենց լավ չես ճանաչում, դրա համար ես ասում գան։ Փոշմանելու ես դու։ Ոնց զգում եմ, ես քեզնից շատ եմ սիրում քո ծնողներին, Տիգրան։ Նելի ես վստահ եմ, որ դու փոշմանելու ես, որ մերոնք գան։ Ես չեմ փոշմանելու, Տիգրան։ Ու զարմանում եմ, թե դու ինչի չես ուզում, որ այդ հրաշք մարդիկ գան ու դառնան մեզ հարևան։ Լսի, այդ հրաշք մարդիկ, որ հիմա ամիսը մեկ գալիս են, դու այդ չես զգում, բայց երբ որ իրանք ամեն օր սկսեն գալ, այդ ժամանակ կզգաս ես քեզ ինչ եմ ասում։ Քունդ ոնց որ տանում է, պաշկի քնելու, Տիգրան։ Այլ ես քեզ ուրիշ ձև բացատրեմ, հա։ Փակի աչքերդ։ Ինչի՞ ամա։ Փակի աչքերդ։ Ինչ ես անում։ Այդ մերոնք էին, որ ամիսը մեկ գալիս են ու քեզ ուղղակի ուրախություն են պատճառում, ուրիշ ոչ մի բան։ Իսկ հիմա փակի աչքերդ։ Ախ, ոյ, Տիգրան, ցավում։ Դուրը չեկավ, չէ՞։ Այդ մերոնք են, որոնք ամեն օր գալու են մեր տուն։ Ու դու այդտենց նույն բանն ես գալու։ Ես չեմ ուզում հետո վատամարդ դուրս գամ, հասկանում ես։ Առաջինը, Տիգրան, ձերոնք այդ տեսակի մարդիկ չեն։ Ու երկրորդն էլ իրանք ամեն օր չեն գալու մեր տուն։ Էլի լավ ես մտածել։ Հա, շատ լավ եմ մտածել։ Ու ես համոզված եմ, որ իրանք մեկ-մեկ կգան մեր տուն ու իրանք հրաշալի օգտակար խորհուրդներով կօգնեն։ Ես բան չեմ ասում, կգան օգտակար խորհուրդներով, բայց հիմնական մասը իրանք քեզ խանգարելու են ու ներվայնացնեն։ Դու չես հասկանում, Տիգրան, թե ինչ առավելություն է, երբ որ քո ծնողը դառնում է քեզ հարևան։ Սենց ասեմ, ես վստահ եմ, որ դու փոշմանելու ես, մանավանդ երբ որ իրանք գան մեզ հարևան։ Ուղղակի այդ ժամանակ ուշ է լինելու։ Հետաքրքիր է, այդ ոնց ես վստահ։ Ոնց որ վստահ էիր, որ տղա է ծնվելու։ Վայ Տիգրան, մի մոռացի, ամենակարևորը այն է, որ մենք ուզում ենք մեր երեխային ամեն ինչ տանք։ Իսկ դա նշանակում է, որ ինքը պետք է նաև տեսնի տատիկ եւ պապիկ։ Դու բոնուսի մասին մոռացար։ Եվ մի հատ հոպար։ Այո, Տիկ։ Ախ։ Նայ, շարժվում է։ Անին էլ է համաձայն։ Թող լինի քո ասածը։ Բայց մենակ մի բան իմաց, իրանք գալու են ամեն օր մեր տուն, իրանց ուզած պահին, ցանկացած սենյակ մտնեն ու տան հարցեր, որոնք ես ընդհանրապես այդ պահին չեն հետաքրքրում ու նույնիսկ վիրավորում են։ Պատրաստ ես դրան։ Վայ, պատկերացնում եմ ինչ ուրախ է անցնելու, Տիգրան։ Ինչ ես խոսում։
Այ Ալֆրեդն է։ Էս ինչ լավ բան ասիք։ Փաստորեն աղջիկա ծնվելու։ Բաշկներս լույս։ Ուրախ ես, Ալֆրեդ ջան։ Բարի լույս, Ալֆրեդ ջան։ Նելի ջան, բայց եթե ստանը իմ համար տեղ չկա քնելու, մեր ես գիշեր մնալը անիմաստ է, ես կարծում եմ։ Նելի ջան, հաստորեն, մենք շուտով հարևաններ ենք դառնալու։ Ոնց որոշեցիք։ Դե Ոնց պայմանավորվեց։ որոշեցինք, որ մենք տներով փոխանակվում ենք ու մենք վրայից հավելավճար ենք տա։ Վայ, ես ինչ ասեցիք։ Ես ինչքան երջանիկ եմ լսում այդ դա, պապկեն դա։ Ալֆրեդ, ես շատ երջանիկ եմ, լսում ես։ Բարի գիշեր ձեզ։ Տիգրան, ես ինչ արեցի ես, հա։ Իսկ ես որ ասում էի փոշմանելու ես, չէիր լսում ինձ։ Ուղղակի ես հասկացա։ Այս ամեն ինչում դու ես մեղավոր, Տիգրան։ Ես։ Հա, հենց դու։ Մենք հաշվի առ, ես հղի եմ եղել այն ժամանակ։ Ես չգիտեմ, իմ ուղեղը չի աշխատել, դու չպետք է ինձ լսեիր։ Լսի։ Դու իմա հղի չես, բայց քո ուղեղը մեկը էլի չի աշխատում։ Ու դու ինձ միջև հիմա ստիպում ես, որ ես քեզ հավատամ։ Շորեր դվացի։ Ես չեմ ձեր շորերը լվանում, լվացքի մեքենան, իրանից էլ հարցրեք։ Բարև Տիգրան ջան։ Հա, Նելի ջան, այս ձուկը կարող եմ ձեր սառնարանում գնել։ Մեր սառնարանում տեղ չկա, հետո որ դնում եմ նենց անդուր հոտ ակապնում։ Դերեք։ Բաբկեն, շորերդ լվացիր։ Շորերս ես չեմ լվանում։ Լվացքի մեքենան է լվանում, իրանից հարցրա։ Հանձնվում ես, տեսնում ես, որ անգամ շորերդ չես կարողանում լվանալ։ Լսի, բաբկենը երբեք չի անձնվում, եղավ։ Հա։ Կապրենք կտես։ Դա լավ է։ Մամ։ Խնդրոդ կեր։ Ապրեք, խնդրում եմ, ինչքան ուզում եք ապրեք, միայն ոչ մեր տանը, լավ։ Մամ, պապ։ Հա, գնում ենք։ Անցարաջ։ Անցարաջ։ Գնա։ Յախք։ Գնաս, ասի գնում ենք։ Դե գնացեք։ Դե գնում ենք։ Ինձ գիտես մենակ մի բան է հետաքրքրում։ Որ ասենք շատ փող ունենանք, որոշենք ինչ որ ուրիշ տեղ ապրենք։ Որտեղ պետք է ապրենք։ Ասեմ Տիգրան ջան։ Ուրեմն սա երկիր մոլորակն է։ Այստեղ բնակվում են քո ծնողները։ Իսկ սա տիեզերքն է։ Ես կանվանեի այն վտանգավոր գոտի։ Այսինքն փախուստի ձև չկա։